Տերը ամեն անգամ կամենում է, որ մենք նրա սուրբերի հետ նրա ներկայության մեջ լինենք։ Փառք Աստծուն։ Ամեն։ Փառք Աստծուն ամեն ինչի համար, շնորհակալություն Հովիվ ջան, այս վստահության, այս պատասխանատվության համար, ամեն այն խոսքի, որը բաժնեկցելու ենք իմ քույրերիս ու եղբայրներիս հետ, Տերը թող կարեկից լինի, Տերը օգնական օրհնե ամեն մեկից լսելիքը, խոսելիքը, ամեն բան այն ինչ որ մեզ պետք է Տիրոջ փառքի համար։ Ամեն։ Փառք Աստծուն։ Այսօրվա մեր խոսքը վերնագրել եմ այսպես. Ես եմ, բայց էլ ես չեմ։ Ամեն։ Գիտեք, մի քիչ ժպիտով պետք է այսօր թեման խոսամ, որովհետև մի քիչ ծանր է, մի քիչ բարդ է, բայց ինձ թվում է դեմքի ժպիտը կօգնի, որ մենք հասկանանք ամեն, գիտեք, ինքը վերնագրից կարող է որոշները մի բան հասկացաք, որոշները դեռ պարզ չէ, ինչ է նշանակում, ես եմ, բայց էլ ես չեմ, բայց հետաքրքիր է, գիտեք, մեր եկեղեցին ու փառք Աստծուն մեր եկեղեցու համար Աստված տանում է փառքից փառք, օրհնությունից օրհնություն, մենք կանգ չենք առնում մի թեմայի վրա, ենթադրենք մեղքի վրա եւ ամեն անգամ խոսում ենք մեղքից հեռու մնա, մեղքից հեռու մնա, մեղքը վատ է, մենք ամեն անգամ գնում ենք առաջ, որովհետեւ եկեղեցին հասունանում է, եկեղեցին գնում է առաջ, ամեն որպես կենտանի օրգանիզմ Եվ մենք խոսում ենք ավելի կոշտ կերակուրներից, ավելի խորը բաներից գիտենալով, որ ամեն մեկը ընկալում եք, հասկանում եք եւ ըմբռնում եք Տիրոջ կանչը, ամեն, Տիրոջ կամքը թե Տերը մեզ ինչի մեջ է ուզում տանել, ուր է տանում, ամեն, եւ մենք այսօր էլ մի քայլ առաջ ենք գնալու ու հասկանալու ենք այս վերնագրի հետ կախված, այս խոսքի հետ կախված, եթե ընդունենք ու հնազանդվենք ու հասկանանք, ինչ օրհնություն ու հաղթանակներ է մեզ սպասում, ամեն ու կաղոթեմ ու խնդրեմ, որ Սուրբ Հոգին մեզ օգնի, որ հասկանանք ու ընկալենք ամբողջապես այս խոսքի խորությունը։ Գիտեք, շատ հետաքրքիր է, որ օրինակներ կան, որ քրիստոնյաներին է վերաբերվում, ու ես ուզում եմ մի օրինակ բերել, որ դու տեսել եք, չէ, ինքը կոչվում է տիեզերանավ, հա? Մենք գիտենք, որպես Սպուտնիկ իր անունը, ոչ թե տիեզերանավ։ Սպուտնիկներ տեսել եք, չէ, որ բաց են թողնում տիեզերքի մեջ, գիտեք, իրանք երբ որ բարձրանում են տիեզերանավերը ընթացք ժամանակ առ ժամանակ մինչև հասնել է այդ ուղեցիրը իրանց, նրանք իրենցից մասնիկներ են թողնում, որոնք որ մի ժամանակ իրանց օգնել են, որ տեղից պոկվեն, որոնք մի ժամանակ իրանց օգնել են առաջ շարժվել, բայց հետագայում կխանգարեն, եթե մնան իրենց կբաց։ Ու իրանք այդ թռիչքի ընթացքում պոկվում են նրանցից այդ մասնիկները, այդ կդորները ու նրանք ավելի հեշտ են սլանում վերև, ավելի լավ են բարձրանում վերև, մինչև հասնեն այնտեղը, որի համար որ ուղարկված են։ Գիտեք, քրիստոնյաներս նման ենք այդ տիեզերանավերին, երբ որ ցկտում ենք ավելի բարձր, գնում ենք ավելի խորը, ավելի նպատակին, մեզանից պետք է ժամանակ առ ժամանակ կտրենք բաներ, որոնք որ մի ժամանակ կարող է մեզ օգնել են, որոնք որ մեր կյանքերի մեջ միգուցե մի որոշ տեղեր մեզ աջակցել են, բայց մեզ հիմա կխանգարեն նրանք բարձրանալու համար։ Ու քրիստոնյան պետք է ունենա այդ կյանքը, որ ամեն անգամ նայի իրան ու կտրի բաներ, որոնք որ արդեն իրան ծանրություն է տառել, որոնք որ իրան մտքերի մեջ արդեն բեռ է տառել, ամեն։ Ու մենք պետք է ունենանք այդպիսի կյանք։ Ու փառք Աստծուն, այս եկեղեցու համար ասում եմ, որ ամեն անգամ ճիշտ ուղղությունով, ճիշտ սնունդով, ճիշտ կերակուրով մենք հասկանում ենք, որն է մեզ պետք, որը մեզ պետք չէ, որն է մեզ խանգարում, որն է օգտակար։ Ու փառք Աստծուն այդ ամեն ինչի համար։ Եկեք բացենք Գաղատացիս 2-րդ գլուխը եւ 20-րդ համարը կկարդանք։ Գաղատացիս 2-րդ գլուխ եւ 20-րդ համարը։ Եվ կենտանի եմ, ոչ թե այլ եւս ես, այլ Քրիստոսն է կենտանի ինձանում։ Եվ ինչ որ հիմա կենտանի եմ մարմնով Աստծո որդու հավատքով եմ կենտանի, որին սիրեց եւ իր անձը ինձ համար մատնեց։ Տեսեք, այս խոսքերը Պողոս առաքյալի խոսքերն էր։ Պողոս առաքյալ այս խոսքեր ասեց, որ այո, ես կամ կենտանի եմ, դուք ինձ եք տեսնում, բայց էլ ես չեմ։ Գիտեք, այս խոսքերի այն որ ասում են խորությունը, նպատակը ինչի մեջ էր, որ Պողոս առաքյալն ասում է, որ այո, դուք տեսնում եք, որ ես եմ գործում, ես եմ շարժվում, ես եմ քայլում, ես եմ գնում,
քաղաքից քաղաք, գյուղից գյուղ քարոզելու, ես եմ ապրում այս մարմնի մեջ, բայց ես չեմ էլ որոշողը։ Բայց ես չեմ որոշում ինչպես ապրեմ, բայց իմ կամքս չէ ինձ առաջնորդողը, այլ նա է առաջնորդողը ինձ։ Գիտեք, սա միտեղ է նաև հարց առաջնացնում մեր մեջ, թե լավ, Աստված մարդուն ազատ կամք է տվել։ Ու մենք բազմից ենք լսել, որ այո, Աստված մարդուն ազատ կամք է տվել։ Հիմա ինչ Պողոս առաքյալը այս խոսքերի մեջ ասում է, որ ես ազատ կամք չունեմ էլ, իմ կամքս արդեն չկա։ Գիտեք, իրականում մեզ ազատ կամք է տրված, գիտեք ինչի համար ամենառաջին, եթե մենք իմաստությամբ բռնենք այդ խոսքը, այդ Աստծուց տրված այդ պարգևը մեր կյանքերի մեջ։ Այո, մեզ ազատ կամք է տրված, որ մենք մեր այդ ազատ կամքով հնազանդվենք Աստծո կամքին։ Ամեն։ Ոստեղ Պողոս առաքյալը խոսում է, այո, ասում է, ես ունեմ ազատ կամք։ Ու միտեղ գրված է Պողոս առաքյալը ասում է, ինձ ամեն բան կարելի է, բայց ամեն բան օգտակար չէ։ Ու այս խոսքերը խոսում է Պողոս առաքյալի այն հասունության, այն մագարտագին խորության մասին, որ այո, եկել է ժամանակ ու ես հասկանում եմ, որ իմ կամքս պետք է խոնարհեցնեմ եւ նրա գործեր անեմ։ Ես իմ կամքս պետք է խոնարհեցնեմ նրա կամքի տակ։ Ու շատ կարևոր է, որ ամեն մեկս հասկանանք, որ այո, մենք պետք է գիտակցենք, որ այն մեր ազատ կամքը ոչ թե տրված է մեզ սխալ վատնելու, ինչպես այսօր կա, չէ, ցայնի ազատություն, հասկացողությունը տրված է, ցայնի ազատություն, մարդիկ ասում են, լրագրողները, մյուսները, ցայնի ազատություն կա, բայց եթե ցայնի ազատությունը չսահմանափակում չունենա, դա սանձարձակություն կդառնա, սիրելիներս, որը հիմա մենք տեսնում ենք շատ դեպքերում։ Այո, ամեն ազատությունն է պետք է ունենա իր սահմանափակումը նաև։ Ու այստեղ մենք տեսնում ենք ազատ կամքը նաև պետք է ունենա իր վրա կամք, որ նոր մենք պետք է լինի Աստծո կամքը, որը ավելի գերակա է։ Ամեն։ Գիտեք, մի անգամ մեր եկեղեցուց մեկ եկավ եւ ինձ ասեց մի հատ խնդիր, մի հատ հարց կար, որի ժամանակ պետք է որոշում կայացներ։ Երկու տարբերակ ուներ։ Մեր որոշման մեջ այսպես էր։ Նա ասեց, ես ուզում եմ, որ առաջի տարբերակը, եթե ընտրեմ իմ երազանքս, կթողնամ Աստծուն։ Ասեց, երկրորդ տարբերակը այս հարցի շուրջ կախված։ Եթե Աստծո կամքը բռնեմ, Աստծո ուզած, Աստծո որոշումը բռնեմ, իմ երազանքս կթողնեմ։ Ու ես իրան որպես քրիստոնյա մենք պարտավոր ենք ճշմարտություն ասելու։ Ու ես ասեցի, Աստծո կամքն է, որ նրան չթողես, Աստծո կամքն է, որ նրան ամուր բռնես, չնայած որ նա էր հասկանում, որն էր ավելի է, նոր ասում է ճշմարտությունը, գնաց, պատասխան չտվեց, գնաց մի 10-15 օր հետո, դեգերումներից հետո, մտածելուց հետո եկավ, գիտեք ինչ մտքով, ասեց, գիտես, ես երրորդ տարբերակն եմ գտել։ Ասի երրորդ տարբերակն ես գտել, թե երրորդ տարբերակն ես հորինել։ Թե ասեց, չգիտեմ, երրորդ տարբերակն եմ գտել։ Ասի երրորդ տարբերակը ո՞րն է։ Ասեց, կընտրեմ իմ երազանքս ու մտածում եմ, որ Աստված ժամանակի հետ կհարմարվի իմ տարբերակից հետ։ Գիտեք, իրականում համ ցավալի, համ խնդալու է։ Ու արեց հենց երրորդ տարբերակի պես։ Որ Աստված ժամանակի հետ համակերպվի ու հարմարվի իր տարբերակին, բայց այդպես չէ, սիրելիս։ Սա սխալ որոշում է, սա սխալ կամք է, սա սխալ սրդի դիրք է։ Ու հետո անցավ օրեր հետո ինձ մեկի միջոցով ինձ խոսք ուղարկեցին, թե Վասիլը չշնորհավորեց ինձ։ Ասեցի գնացեք ասեք, ես սխալ որոշումները չեմ շնորհավորում, սխալ որոշումների համար աղոթք եմ անում։ Ամեն։ Այո, մենք պետք է հասկանանք, որ մարդը եթե որոշում է Աստծուց հեռու մնա, մենք դա շնորհավորելու կամ ողջունելու տեղ չունենք։ Մենք պետք է աղոթենք, որ մարդու միտքը փոխվի, որ Աստված ողորմե, Աստված մենուր ասում է հնարավորություն տա, որ մարդը ավելին ու ավելին լուրջ վերաբերվի Աստծուն ու Աստծո խոսքին, ճշմարտությանն ու հավիտենականությանը, որովհետև մենք մի կյանք ենք ապրում ու պետք չէ վատնել այս կյանքը սխալ որոշումների վրա։ Առանց հետը այնքան ենք անում, որ սխալվում ենք, բայց հասկանում ենք, որ այո, հնարավորություն կա հետ դառնալու, հնարավորություն կա ուղղվելու։ Եկեք բացենք միտեղ Գործք առաքելոց 20-րդ գլուխը։
Եվ 22-րդ համարից կկարտանք։ Եվ ահա ես հոգով կապված գնում եմ Երուսաղեմ եւ չգիտեմ թե այնտեղ ինչ պիտի պատահի ինձ։ Միայն թե Սուրբ Հոգին քաղաքից քաղաք վգայում է եւ ասում է թե կաբանքներ եւ նեղություններ սպասում են ինձ։ Գիտեք, այս Պողոս առաքյալի խոսքերն է, երբ որ նա ասում է, որ ես հոգով կապված եմ քայլում։ Այսինքն հոգևոր մարդը պետք է հասկանա, որ հոգով կապված եղնելը դա գերություն չէ, դա ազատություն է։ Գիտեք, կապված եղնելը, որովհետև այստեղ բառը կապված բառը նաև այն բառն է եբրայերեն, որը բանդարված, ձերբակալված, կապված բառն է նաև, բայց մենք հասկանում ենք, որ մարդը քրիստոնյան, երբ որ հոգով է կապված, նա ազատ է։ Եվ նա կաբանքների մեջ չի մնում։ Երբ որ մենք քրիստոնյաներս հոգու մեջ ենք քայլում ու հոգով ենք շարժվում, գիտեք, լոկ ազատությունը մեզի համար քիչ է, մենք ավելի ու ավելի երջանկանում ենք Աստծո ներկայության, Աստծուն հնազանդվելու մեջ, քանց թե այն ազատությունը մենակ որ կա մեր կյանքերի մեջ, որովհետև հնազանդվելը ավելի լավ է, խոնարհվել Աստծո ձեռքերի մեջ ավելի լավ է եւ ավելի մեծ պտուղներ ունի, քանց մենակ ազատություն ունենալը։ Եվ այստեղ Պողոս առաքյալի խոսքերը շատ հետաքրքիր էր։ Մենք գիտենք, որ այո, իրականում քրիստոնյան հասկանում են, որ հոգով կապված լինելով, նա իր եսասիրական, նա իր կամքը չի կարող օգտագործել ինչպես որ ուզենա, ինչպես որ ցանկանա, որովհետև մենք հասկանում ենք, որ այո, մենք էլ մերը չենք։ Մենք հասկանում ենք, որ ամեն մեկս թանկ գնով կնվեցինք Հիսուս Քրիստոսի արյունով, Հիսուս Քրիստոսի կյանքով, որովհետև Աստված, ինչպես գրված է Հովհաննես 3-րդ գլխի մեջ, Աստված այնքան սիրեց այս աշխարհը, որ իր միածուն որդուն տվավ։ Գիտեք, միածին որդուն տվավ ում համար, մեղավորներիս համար։ Սիրելիս, նայեք, Աստված ինչքան գնահատեց մեզ, որ անգամ հավասարության նշան անգամ չդրեց, որ հավասար եք, ասեց չէ, ես ձեզ փրկելու համար պատրաստ եմ իմ որդուս տալու։ Ես ձեզ իմ կյանքիս մեջ ունենալու համար ուզում եմ իմ որդի զոհվի ձեզ համար։ Ու մենք այդ թանկ գինը, ու մենք այդ թանկ զոհը, իշքանով ենք այսօր արժանապատիվ, իշքան ենք այսօր ճիշտ վերաբերմունքով ցույց տալիս Աստծուն, որ այո, մենք հասկացել ենք Տեր։ Այո, մենք փորձում ենք հասկանալ Տեր, ինչ ես դու արել մեզ համար։ Եվ գիտեք, արեք բացենք նաև Գործք առաքելոց 16-րդ գլուխը։ Գործք առաքելոց 16-6-րդ խոսքը։ Եվ Փրիգյան եւ Գաղատացիների երկիրը ման եկան։ Սուրբ Հոգուսն արգելվելով, որ Ասիայի մեջ Աստծո խոսքը չխոսեն։ Երբ որ եկան Միսիայի կողմերը ջանք էին անում, որ գնան դեպի Բութանիա, եւ Հոգին թույլ չտվավ նրանց։ Գիտեք, այստեղ Պողոս առաքյալի ճամփորդությունն է, երբ որ նա գնում էր եկեղեցուց եկեղեցի, տարածքից տարածք, հիմնում էր եկեղեցիներ, սկսում էր տարածել Աստծո խոսքը ավետարանը, ու Պողոս առաքյալը Կորինթացիս 9-րդ գլխի մեջ ասում է, որ Աստծո խոսքը քարոզել ինձ համար պատիվ է, եւ որպես Աստծո խոսքը քարոզող ես որպես սա ինձ համար համարում եմ, որ պարտականություն ես պետք է քարոզեմ, ու նա այդ ջանքով, այդ երանդով գնում է ամենտեղ քարոզում է Աստծո խոսքը ու գալիս է միտեղ, Սուրբ Հոգին ասում է չմտնես այդտեղ։ Այն Պողոս առաքյալին է ասում չմտնես, որ ասում է ուխտ ուներ իր մեջ, որ այո, ես պետք է ամենտեղ Աստծո խոսքը քարոզեմ։ Ու գալիս է միտեղ Սուրբ Հոգին ասում է մի արա։ Գիտեք, սա շատ կարևոր է։ Արդյոք դու քո ամբիցիաներիդ, դու քո որոշումներիդ, դու քո կամքիդ ավելի շատ կհնազանդվես, քան Սուրբ Հոգուն։ Ու այստեղ ասում է Պողոս առաքյալը որոշեց, այո, ասեց, չեմ մտնի այդտեղ, ու չմտավ։ Ինչի՞։ Բայց լավ բանի համար էր անում, է։ Բայց լավ բանի համար էր Աստծո խոսքն էր քարոզելու։ Միթե վատ է Աստծո խոսքը քարոզելը, շատ լավ է։
բայց Աստծուն հնազանդվելն ավելի լավ է։ Ամեն։ Հետո ժամանակի ընթացքում եկավել, մտավել, քարոզեցել, պտուղներ ունեցավ, բայց եթե Սուրբ Հոգին փորձում է մեր սիրտը, Սուրբ Հոգին փորձում է մեր հնազանդությունը, Սուրբ Հոգին փորձում է, թե մենք ինչքան ենք վստահում մեր ուժերին ու կարողություններին, մենք պետք է այդտեղ հնազանդվենք ամբողջապես։ Ամեն։ Գիտեք, սա նույնպես խոսում է հոգևոր հասունության մասին։ Այո, առաջինը կարող է ես ինձ տամ այդ հարցը, արդյոք ես կատարելապես այդպես վստահում եմ, Աստծուն ու հնազանդվում եմ, դու քեզ տուր այդպիսի հարց, ու կարող է բացասական լինի պատասխանը դեռ ոչ, կատարելապես դեռ չենք հնազանդվել այս կարգի։ Այո, բայց մենք կարևորը գիտեք, որ ցկտում ենք դրան։ Կարևորը մենք մեր վրա աշխատում ենք, կարևորը որ մենք չկանգնենք այդ ընթացքի մեջ, որ հնազանդության մեջ կարողանանք լսել Աստծո ձայնը, խոնարհվել Աստծո ձայնին եւ հնազանդվել։ Ամեն։ Սա է կարևորը։ Ու Հովհաննես 3:30-ի մեջ, որ բացեք այնտեղ գրված է, որ ժամանակն է ես գնալով փոքրանամ եւ նա գնալով մեծանա։ Այս գրված է այսպես. նրան պետք է աճել եւ ինձ փոքրանալ։ Այո, ինչի մեջ աճի, ինչի մեջ ես փոքրանամ։ Իմ որոշումներիս մեջ, իմ վստահություններիս մեջ, իմ համոզմունքներիս մեջ։ Ամեն։ Այո, նրա խոսքը պետք է իմ մեջս աճի ու մեծանա ու ամբողջապես կլանի ինձ։ Ու իմ կամքս, իմ եսս, իմ ցանկություններս, իմ բնավորությունս պետք է գնալով փոքրանան։ Սա ճշմարտությունն է, սիրելիս։ Եթե մենք այդ ուղու վրա չենք, որ մենք կներես սիրելիս սխալ ճանապարհով ենք գնում։ Մենք պետք է հասկանանք, որ մենք ամբողջապես պետք է Տիրոջը հնազանդության ճանապարհով գնանք։ Սա նշանակում է, որ մենք օրեցօր, տարեցտարի գնալով մենք պետք է մեր կյանքի մեջ շոշափելի տեսնենք Աստծո ներկայությունը, շոշափելի լսենք Աստծո Սուրբ Հոգու ձայնը, ամեն։ Գիտեք, մի հատ առակ կա, երբ որ մի կույր երիտասարդ ապրում է մի գյուղի մեջ ու ամեն անգամ այդ գյուղի միջից դուրս է գալիս, գնում է դուրս, այնտեղ լիճ կա, լողանում է, օրը անցկացնում է, հետո գալիս է հետ ամեն օր ու նրան հարցնում են, թե լավ, ինչն է քեզ այսպես ստիպում, որ վտանգես քո կյանքդ, կույր լինելով գնաս այսքան ճանապարհ հետ գաս, ասում է, ես հավատում եմ, որ եթե Աստված ուզենա ու ամեն անգամ ասում է աղոթում եմ, որ Տեր, եթե ուզում ես, որ ինձ տանես այնտեղ, ինձ առաջնորդիր գնամ, եթե չես ուզում առաջնորդել կամ քո կամքը չէ, թող մնամ ես տանս։ Ու ասում է ամեն անգամ, երբ որ դուրս եմ գալիս, Տերը առաջնորդում եմ, գնում եմ ու հետ եմ գալիս, ես հավատում եմ ու ես վստահում եմ Տիրոջս, ում որ ես աղոթք եմ անում։ Ու տարօրինակ են նայում այս տղային, բայց մի օր գիշերվա ժամին գյուղի մեջ հրդեհ է բռնկվում ու ամբողջ գյուղը ծխի մեջ է լինում։ Ու գյուղի ժողովուրդը խուճապի մեջ ընկնելով, մտության մեջ, ծխի մեջ, շատերը խեղդվում են, շատերը չեն կարող գյուղից դուրս գալ, բայց այս երիտասարդը կույր լինելով, իր ճանապարհը գիտենալով, նույնպես դուրս է գալիս գյուղից անվտանգ ու հանգիստ։ Ու հետո հարցնում են, թե ինչպես եղավ, որ դու կարողացար այս ծխի այս ամեն ինչի միջից դուրս գալ, ասում է, ես կույր լինելով շատերից լավ էի տեսնում։ Ես կույր լինելով շատերից լավ գիտեի ճանապարհը։ Ու ասում է դրա համար ոչ մտությունը, ոչ խավարը, ոչ ծուխ ինձ չխանգարեց ժամանակին, երբ որ ինձ պետք էր։ Գիտեք, սա շատ իմաստուն առակ է, երբ որ մենք մեզ համարում ենք կույրեր շատերը, բայց մենք հավատքով ավելի լավ ենք տեսնում, քան շատ տեսնողները։ Ամեն։ Մենք ավելի լավ գիտենք, մենք ուր ենք գնում, քան շատ տեսնողները։ Մենք գիտենք են խոստումը, են տեղը, où որ մեզ սպասում է Աստված, մենք ավելի լավ է գիտենք ու ավելի լավ ենք գնում։ Սա առավելություն է, սիրելիներս, եթե դու մի բան չես տեսնում ու վստահելով անում ես Աստծուն։ Ու շատ անգամ մեզ ասում են, երկինքը տեսել եք, որ գնում եք այդ ուղությամբ։ Ինչ մարդ եք է ասել, որ երկինքը ձեզ է սպասում, Աստված այնտեղ բնակարաններ ունի։ Չեմ տեսել, բայց հավատում եմ։ Այո, այդ առումով կույր եմ, բայց հավատում եմ։ Ամեն։ Ու փառք Աստծուն իրականում։ Գիտեք, Հայր մեր աղոթքը բոլորս էլ անում ենք,
Ամբողջ ազգը քրիստոնյա երկրներն անում են հայր մեր աղոթքը, չէ՞։ Անկամ մենք այստեղ անցանք հայր մեր աղոթքի բացադրությունը քարոզի մեջ հովը քարոզեց։ Գիտեք, շատ հետաքրքիր է, մենք աղոթում ենք հայր մեր, թող քո կամքը լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է։ Այս տողերի մեջ ես երկու հատ հարց կարող եմ ձևակերպել։ Ում է վերաբերվում եւ որն է Աստծո կամքը երկնքում։ Առաջինը ում է վերաբերվում այս աղոթք, երբ որ ասում ենք թող քո կամքը լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է։ Կողքինիս, հարևանիս, բարեկամիս, ծանոթիս, ում, ինձ առաջինը, Աստծո կամքը ես խնդրում եմ իմ համար առաջինը։ Ամեն։ Իսկ երկրորդ հարցը, երկնքում ինչպիսին է Աստծո կամքը։ Մասնագի, թերի, տեղ առ տեղ, ժամանակ առ ժամանակ, չկա այնտեղ այդ Աստծո կամքը երկնքում կատարյալ է։ Այնտեղ ամեն բան հնազանդվում է նրան։ Նրա կամքին ամեն բան հնազանդվում է։ Անկամ եթե ծաղիկներ կան, ծաղիկները, անկամ ամեն այն որ ասում է ստեղծագործություն հնազանդվում է կատարելապես Աստծո կամքին։ Հագարագություն չկա։ Մենք մի անգամ տեսանք հագարագության նշույլներ, այն է արմադախիլ եղավ։ Գիտեք, իրականում մենք հասկանում ենք, որ երբ որ խնդրում ենք Աստծո կամքը մեր կյանքերի մեջ, պետք է հասկանանք, որ այո, Աստծո կամքը կատարյալ է։ Ու այդ կատարյալ կամքը մեր կյանքերի մեջ պետք է մենք վերցնենք ու հավատանք ու հնազանդվենք։ Այո, թող քո կամքը լինի մեր կյանքի մեջ, Տեր։ Ամեն։ Գնանք առաջ բացելով Դանիելի գիրկը, Դանիելի մարգարեությունը բացենք, սիրելիներս։ Առաջի գլուխ եւ 5-րդ խոսքը։ Կերկով հեռախոսով բացեմ, որ արագ եղնի, սիրելիներս։ Եվ թագավորը նրանց համար օրական ռոճիկ որոշեց։ Թագավորի կերագուրիցը եւ իր խմած գինիցը, եւ որ նրանց սնուցան է 3 տարի եւ հետո կանգնեց թագավորի առաջին։ Եվ նրանցում կային Հուդայի որդիներ Դանիել, Անանյան, Միսայելը եւ Ազարյան, եւ ներքնապետը նրանց անունները տնավ Դանիել, Բաղդասար, Անանյայինը Սեդրակ, Միսայելը Միսակ եւ Ազարյայինը Աբեդնակով։ Եվ Դանիելը որոշեց իր սրդումը, որ իրան չպղձե թագավորի կերագուրովը եւ նրան խմած գինիովը եւ խնդրեց ներքնապետիցը, որ իրան չպղձե։ Եվ Աստված Դանիելին շնորհք եւ ողորմություն տվավ ներքնապետի առաջին։ Գիտեք ինչպիսի իրավիճակ էր, ամենաառաջինը գերություն էր այստեղ։ Գերություն, կարիք։ Դու կարիքի ու գերության անունը դիր, այն ինչի մեջ որ դու այսօր անցնում ես։ Լինի հիվանդություն, լինի թուլություն, լինի սակավություն, այն ինչը որ այսօր քեզի սահմանափակումների մեջ է տնում, քո մտքերը սահմանափակումների մեջ է տնում, դու այդ ամեն ինչանը դիր գերություն, ինչպես որ այսօր Դանիելն էր այդ գերության մեջ։ Ու այստեղ գերության մեջ ամենաառաջինը, գիտեք չէ, Աստծո պատասխանից բացի գալիս է նաև Սատանան իր մենյուով։ Չէ՞։ Այստեղ եկավ Դանիելի մոտ, չէ՞։ Ով էր եկավ ներքնապետը, ինչ էր։ Հա։ Ներքնապետը եկավ ու ասեց, որ թագավորը ձեզ համար մենյու է պատրաստել։ Դուք ամեն օր պետք է իմ կերագուրիցս ուտեք, իմ գինիցս խմեք, իմ սեղանիցս օգտվեք։ Ու Դանիելը իր սրտի մեջ որոշում կայացրավ. ես իմ սիրտս չեմ պղձելու։ Կապ չունի դուրեգան է այդ մենյուն, կապ չունի բազմազան է այդ մենյուն, կապ չունի ես կարող է շատերից առավելություն ունիմ երազանք ունեի, որ ես մենյուն տեսնեի ու հասավ ինձ մենակ ես ամբողջ գերեվարվածներից։ Գիտեք, այսպիսի առաջարկներ շատ կլինի, աշխատանքի առաջարկի տեսքով, ամուսնության առաջարկի տեսքով ու տարբեր տեսքերով կլինի։ Բայց որն է այստեղ
հավատացյալ, աստվածավախ, աստվածապաշտ մարդու որոշում է։ Ես իմ սիրտս ուղիղ պետք է պահեմ։ Անկախ այն ինչին որ ինձ համար երազանք էր կարող է մի ժամանակ, կարող է ինձ համար մի որոշ ժամանակ առաջ էսի ցանկալիք էր, ես ուզում եմ սրանից ունենալ, բայց հիմա հասկացա, որ էս ինձ համար սիրտս կպղծե, սիրտս կկարծրացնե։ Բայց գիտեք հետաքրքիրը որն էր, որ ասում է Դանիելը այս որոշումից հետո շնորհ կդավ Աստծո առաջ։ Գիտեք, երբ որ մենք ճիշտ որոշում կայացնենք, այդ ժամանակ շնորհքը կգա։ Իսկ մարդկա մտածում ասում է, թող Տիրոջ շնորհքը կա, ուրիշ պատասխանը կա, այն մյուս մենյուն բացվի, նոր ես որոշում կայացնեմ, ակետից տեղափոխվեմ Բեկեդը։ Սելիս որոշում կայացրա ճշմարիտ Աստծո կամքի համաձայն, ու Աստծո շնորհքը կգա կյանքիդ մեջ։ Ամեն։ Գիտեք, վերնագիրը ես եմ, բայց էլ ես չեմ ապրում, կարելի է մի հարցի պատասխան որպես նայել։ Այս հարցի պատասխանը որպես կարելի է նայել, ով է մեր միջից որոշողը։ Մենք ու Աստված ենք կանգնած ու ասենք, ով է մեր միջից որոշողը, դու թե ես, իմ կյանքս։ Ես եմ որոշում ինչպես կառավարեմ, թե դու ես որոշում։ Եթե մենք այս պատասխան ունենք ու հիմա կարող ենք մեր մեջ ասել, որ այո, Աստված է որոշողը, ուրեմն փառք Աստծուն քեզ համար։ Ամեն։ Ու գիտեք, շատ հետաքրքիր է, որ այստեղ չօգտվելով Փարավոնի սեղանի, չօգտվելով թագավորի սեղանից Դանիելն ու իր անգերները ավելի լավ գտնվեցին։ Ավելի, այն որ ասում է, տեղը տեղին, նրանց մգանները, նրանց մարմինը, նրանց օրգանիզմը ավելի լավ սննդարար, կերագուր ստացավ ու Աստծո օրհնություններ իրանց կյանքերի մեջ ավելի լավ տեսք ունեցան, քան նրանք, որ օգտվում էին թագավորի սեղանից։ Սիրելիս, երբ որ դու օգտվում ես Աստծո մենյուից ու Աստծո շնորհքից, քո տեսքը ավելի լավն է դառնում։ Դու փայլում ես, դու ավելի գնալով գեղեցկանում ու երդասարտանում ես։ Ես ինչքան ժպիտ եղավ։ Դու գեղեցկանում ու երդասարտանում ես ավելի։ Բայց ոսկե սերունդին կարող է գալ համենայն դեպս։ Ամեն։ Գիտեք, այո, իրականում պետք է մեզ լսել Աստծո ձայնը ու տարբերել Աստծո ձայնը։ Մենք մի հեքիաթ գիտենք, չէ, Հովհաննես Թումանյանի Ուլիգը, ամենամեր սիրած հեքիաթներից է, չէ, երբ որ գայլը գալիս է մենյուով, ծեծում է դուռը, ասում է, բաց դռնագը, ման է մեկ է քեզ համար ամբողջ օրը, չէ, լավ բան է ասում, տանջվել է ամբողջ օրը, չարճարվել է ամբողջ օրը, լավ բանով է եկել, լավ լուրով է եկել, որ դուռը բացես, սիրելիս, բայց իմաստուն ուլիգի պատասխանը, թեկուզ եւ փոքր, բայց իմաստուն էր պատասխանը։ Ասում է, ես քո ձայնը չեմ ճանաչում, դու իմ մայրը չես։ Այո, մենք քրիստոնյաներս այնքան պետք է ունենանք այդ հոգևոր ինտուիցիան, հոգևոր հասկացողությունը, հոգևոր լսելիքը, որ զանազանենք, որն է Աստծո առաջարկը, որն է Սատանայի առաջարկը, որն է քրիստոնյայի համար ընտրելունը։ Աբրահամը ընդունեց Աստծո առաջարկը Իսահակին զոհաբերելու։ Գիտեք, սա լուրջ հասունություն ու հասկացողություն էր, որ նա այդ քայլին գնում էր։ Ինչն էր պատճառը, որտեղ նա հաստատ վստահ էր, որ Աստված է իրան ասել։ Ամեն։ Փառք Աստծուն։ Փառք Աստծուն են սրդերը համար, ովքեր որ իրանց ուզում են ու պահում են Տիրոջ կամքի մեջ ու ամեն բան ինչ որ խանգարում է չեն թողում գա ու բնակվի։ Արեք բացենք 4-րդ Թագավորաց 13-րդ գլուխը։ 4-րդ Թագավորաց 13-րդ գլուխ եւ 15-րդ համարը։ Եվ Եղիսեն ասես նրան վեր առ մի աղեղ, այստեղ մենք տեսնում ենք, որ թագավորը գալիս է Եղիսեի մոտ, ով որ մեր դիմա հիվանդացել էր, Եղիսեն եւ մահանալու էր արդեն, պարգած էր անկողնու մեջ եւ թագավորն եկավ խնդիրների մեջ, իր երկիրը պաշարման մեջ էր, ու եկավ ու ասեց Եղիսե, Աստծո մարդ, խոսք տուր, վերջի պահին խոսա մեր կյանքերի մեջ մեր երկրի համար, ու Եղիսեն ասեց նրան վեր առ մի աղեղ եւ նեդեր, եւ նա մի աղեղ եւ նեդեր առավ, եւ նա ասեց Իսրայելի թագավորին. ձեռքդ պնդրացրու աղեղիդ վրա, եւ նա ձեռքը պնդրացրեց, եւ Եղիսենի ձեռքը թագավորի ձեռքի վրա դրավ, եւ ասեց.
Բաց արա Պադուհանը դեպի արևելք, եւ նա բաց արավ եւ Եղիսեն ասեց. «Նեդը գծիր»։ Եվ նա գծեց, Եղիսեն էլ ասեց. «Տիրոջ փրկության նեդը եւ ասորիների դեմ փրկության նեդը, եւ դու պիտի հաղթես ասորիներին ապեկումը մինչեւ որ վերջանա»։ Այստեղ մի բան կատարվեց, երբ որ Եղիսեն թագավորին ասեց. «Այս նեդը վերցրալ ու Պադուանից դուրս նետիր եւ սա կլինի այն նեդը, որ Աստված դուրս կանի քո երկրից, քո տարածքներից, ասորիներին ու փրկություն կբերի»։ Սա միանշանակ են, որ ասում է, այսպես չէ, այսպես էլ հերիք էր թագավորի համար, բայց Աստված կանգ չի առնում երբեք, սիրելիս։ Այստեղ կարող է թագավորը հետ դառնալ ու գնալ, բայց Աստված երբեք կանգ չի առնում ու Աստված մյուս խոսքը Եղիսեի միջոցով խոսած։ Շարունակությունը լսեք։ Եվ ասեց. «Առ նետերը», եւ նա առավ, եւ ասեց Իսրայելի թագավորին. «Գեդինը զարգիր», եւ նա զարգեց 3 անգամ ու կանգնեց։ Եվ Աստծո մարդը բարգացավ նրա վրա եւ ասեց. 5 կամ 6 անգամ պետք է զարգեր, եւ այն ժամանակ կզարգեր ասորիներին մինչեւ որ վերջանային, բայց հիմա միայն 3 անգամ է զարգելու։ Այստեղ կանգնենք։ Նայեք ինչ իրավիճակ է, ասում են նետերը վերցրեց նետերը, ասում է խփիր ներքև, ասում է 1, 2, 3 անգամ խփեց ու կանգնեց թագավորը։ Ու Եղիսեն ասում է այդ հիվանդության, այդ տկարության մեջ ջղայնություն եկավ իր մեջ, ասեց ինչի համար 3 անգամ խփեցիր, ով քեզ ասեց, որ 3 անգամը հերիք էր։ Սիրելի, սա ինչ է նշանակում, որ ինքն էր որոշողը, թե քանի անգամ է հերիք։ Թագավորն էր որոշել, որ 3 անգամը մեզ այսպես չէ, լավ էլ հերիք է արդեն։ 3 անգամ խփենք, մեր թշնամուն հերիք է։ Ու Աստծո մարդը ասում է վատ արեցիր, որ դու քո մտքին վստահեցիր, վատ արեցիր, որ դու քո հնարավորություններին վստահեցիր, վատ արեցիր, որ դու կամքովդ քո շարժվեցիր այս պահին։ Չէ որ պետք է խփեր 4, 5 ավելին, որ մինչև որ Աստված ասեր հերիք է։ Գիտեք, մեր միտքը այսպիսի իրավիճակների մեջ է շատ անգամ հայտնվում, եւ մենք 2, 3 քայլ անում ենք ու կանգնում ենք, ասում ենք չէ, հերիք է, հոգնա, լավ է, այսքան է որ ունենամ, լավ է, յոլա որ կնամ, լավ է։ Եկեղեցի գնամ, նստեմ մենակ խոսքը լսեմ, ինձ այսպես չի, շատ հերիք է արդեն։ Իսկ ով ասեց, որ հերիք է։ Ինչ է սահմանափակում անսահմանափակ Աստծուն, սիրելիս։ Ինչի չմտնես ծառայության մեջ, ինչի քո ներդրումը չունենաս ծառայությունների մեջ, ինչի քո տաղանդովդ, քո պարգևովդ չծառայես Աստծուն, ինչի է հերիք այդքանը։ Արեք մենք մեր կյանքով վստահենք Աստծուն։ Ամեն։ Գիտեք, աշխարհում ամենահարուստ տեղը որտեղ են համարում։ Աշխարհում ամենահարուստ տեղը համարվում է իզարմանս բոլորիս գերեզմանատները։ Գիտեք չէ ինչի է համարվում, ոչ թե շքեղ սարքած դամբարաններով կամ գերեզմանատների համար, այլ գիտեք այնտեղ իշկան տաղաններ են թաղված, իշկան մտքեր, իշկան հարստություններ, իշկան պարգևներ են թաղված, որոնք որ իրանց ներուժը չեն օգտագործել, որոնք որ չեն վստահել, չեն քայլարել, չեն հնազանդվել ու մնացել են փակված, վերջում այնտեղ հող են տարել։ Բայց գիտես իրանց մեջ իշկան մարգարեներ ու առաքյալներ են եղել, իշկան մեծահարուստներ ու լավ բժիշկներ են եղել, որոնք որ մինչև վերջ իրանց չեն կարողացել ռեալիզացնել։ Ինչի պատճառով չվստահելու։ Դրա համար խնդրում եմ ձեզ, այո, եկեղեցու մեջ ծառայություն շատ կա։ Ու քո կարիքը շատ կա, սիրելիս։ Երբ որ ես եկա եկեղեցի, այն ժամանակ մենք ունենք երևի 6-7 ավակ կամ ավելի քիչ ու երբ որ ինձ ձեռնադրեցին ավակ տնային խմբակի մեջ, գիտեք, որոշ մարդիկ մի կերպ էին նայում, որոշ մարդիկ ուրախությամբ ընդունեցին, այն մի կերպ նայողները երևի թե մտածում են, ահա կարող է իմ տեղս լինի,
այս մարդը ու չգիտեմ, հիմա մենք ունենք 20-ից ավել ավակներ, մոտավորապես 15-ից 20 ավակ, բայց ոչ ոք ոչ մեկի տեղը չի գրավել։ Ամեն մեկը իր ճանապարհն ունի։ Ամեն մեկը իր կանչն ու կոչումն ունի։ Այնպես որ քեզի համար է տեղ կա սիրելիս։ Այնպես որ որոշում կայացրա իրականում, ջանքերը որոշում կայացրա, հնազանդվի ու խոնարհվի։ Ամեն։ Աստված կբարձրացնի իր ժամանակին։ Փառք Տիրոջը։ Մի այսպիսի իրական պատմություն կա Ամերիկայի նահանգներում եղել, երբ որ մի մարդ իր արդի մեջ գտնում է ոսկի ու այն ժամանակները ասում են այսպես չէ, զալատա լիխարատկա, հա, Ամերիկայում ոսկի գրեթե ամեն տեղ գտնվում էր, թե գետերի մեջ, թե դաշտերի մեջ, ու այդ տարածքները մարդիկ միանգամից սեփականաշնորհում էին, այդ տարածքներից ոսկիները հանում էին, հարստանում էին, ու մի անգամ մի մարդ գտնում է ոսկի, միանգամից հարստանում է։ Գյուղի ապրող մարդ, ով որ սահմանափակ ասում է հնարավորություններ է ունեցել, ու այս անգամ հնարավորությունների լայն տեսա հորիզոն է բացվում։ Գնում ամեն ինչից օգտվում է, ամեն ինչ որ միշտ տեսել է, երազել է, ու գնում մեքենայել է, գնում ամենալավ մեքենան է գնում 200 ծիաուշ հզորությամբ բերում է իր գյուղը, բայց քանի որ անտեղյակ ինչպես պետք է շարժիչ աշխատանքի մեջ գցել, ինչպես պետք է վարել, նա չի կարող վարել այդ մեքենան, ու մտածում է լավ ինչ անեմ, որ մարդիկ տեսնեն, որ ես մեքենա ունեմ, բռնում է 2 հատ ձի է կապում այդ մեքենայի առաջից, ու գյուղով մեկ քշում է, որպես կառք է օգտագործում այդ թանկանոց մեքենան։ Ու գյուղացիները տեսնում ու ծիծաղում են նրա վրա, նա է մտածում է լավ էս ինչի համար են ծիծաղում։ Ու մի անգամ հարցում է լավ ինչի համար եք ծիծաղում իմ վրաս։ Ասում են որովհետև այդ մեքենայի մեջ կա 200 ծիաուշ, դու օգտագործում ես ընդամենը 2 ծիաուշը, որ օգտագործես այդ մեքենան։ Ցելիս իմ ու պոտենցիալը ավելի շատ է, քան մենք այսօր օգտագործում ենք։ Քանց մենք այսօր օգտագործում ենք, մեզ պետք է կպնել Աստծո ջրերին, որ հասկանանք ինչքան է մեր պոտենցիալը, ինչքան ենք մենք ընդունակ ու Աստված մեզ ինչի մեջ է կանչե։ Ամեն, որ չօգտագործենք այն փոքր ու բավարարված զգանք մեզի։ Ամեն։ Եկեք գնանք առաջ։ Մարդիկ կա բավարարվում են, ասում են, թե լավ է դե եկեղեցի կամ գնամ հերիք է, լավ է դե իրիգունները քնելուց առաջ աղոտ կանեմ հերիք է, երեխաներիս համար միայն աղոտ կանեմ հերիք է, Աստվածաշունչ կարդամ ամեն օր այդ արդեն ինձ համար հերիք է, սիրելիս քո բարեկամը, քո հարազատը քեզ է սպասում, որ դու նրա համար աղոտես։ Մի թող, որ չգիտեմ, որ ինչ Աստված հանի քեզ տանի այնտեղ հասցնել, դու ինքնակամ, ես ինքնակամ գնանք ու Տիրոջ խոսքից խոսանք, կարիքավորի համար աղոթենք։ Եվ արեք բացենք Թվոց 13-րդ գլուխը։ Կարելի է նվագեք։ Թվոց 13 եւ 28-րդ համարից կկարդամ։ Այստեղ գիտեք, այս պատմությունը մինչև կարդալ ասեմ, որ Մովսեսը ուղարկում է 12 իշխաններին, որ լրդեսեն են քաղաքը, այնտեղը, որտեղ որ Աստված խոստացել էր կատ ու մեղր բխող Քանանի երկիրը, ու 12 լրդեսները գնում են 40 օրվա ճանապարհ, լրդեսում են, հետ են գալիս, ու այստեղ շարունակությունը կարդանք, միայն թե այն երկրի մեջ բնակվող ժողովուրդը զորավոր է, եւ քաղաքները սպառսպավոր են եւ խիստ մեծ են։ Նաեւ այնտեղ ենակի որդկանց տեսանք։ Ամաղեգացիները բնակվում էին այն երկրի հարավային կողմումը եւ քետացիների եւ հեբուսացիների եւ ամորացիները բնակվում են սարերումը։ Եվ քանանացիները բնակվում են ծովի մոտ եւ Հորդանանի երկրումը եւ Քաղեբը լեռեցրեց ժողովրդին Մովսեսի առաջին եւ ասեց. Աղե, ելնենք եւ ժառանգենք այն, որովհետև մենք անպատճառ կարող ենք նրան տիրել։ Եվ 31-րդ խոսքը ասում է, բայց նրա հետ ելնող մարդիկն ասեցին, մենք չենք կարող այն ժողովրդի վրա ելնել, որովհետև նրանք մեզանից զորավոր են։ Եվ իրանց լրդեսած երկրի վատ լուրը բերին Իսրայելի որդկանց համար ասելով, այն երկիրը, որի միջով նանցան,
նրան լրդեսելու համար իր բնակիչներն ուդող երգիր է։ Եվ նրա միջի բոլոր ժողովուրդը, որ մենք տեսանք, երկայնահասակ մարդիկ են, եւ այնտեղ տեսանք հսկաներին ենակի որդկանցը, որ հսկաներիսն են, այնպես որ մենք մեր աչքին մալախի պես ենք եւ այնպես էլ ենք նրանց աչքին։ Գիտեք, պատմությունը երբ որ ուսումնասիրեք, կարտակ կտեսնեք, որ շատ դաժան վերջաբան ունեցան այն մարդիկ, ովքեր որ այս խոսքերը խոսացին, ու այս խոսքերին հավատացողները նույնպես լավ վերջաբան չունեցան, ընկան անապատում, չմտան Քանանի երկիրը։ Ու այստեղ մի հարց, Աստված իմ, միտե դու կամք որոշում ծրագիր չուներ այսքան մարդու համար, միայն Հեսուն ու Քաղեբը մտան այդ խոստացված երկիրը։ Սիրելիս, ասեմ, որ Աստված բոլորի համար ուներ ծրագիր, բոլորի համար ուներ տեղ, բոլորի համար ուներ բնակության վայր Քանանի երկրի մեջ, Աստված բոլորին էր ուզում տանել, Աստված բոլորի այդ ծրագիր ուներ։ Բայց ինչն էր այստեղ խնդիրը, որ իրանք իրանք սխալ էին տեսել։ Ասում եմ, մենք Մարախի նման ենք։ Գիտեք Մարախը որն է, հա, Չակուրգեն։ Մեր լեզվով Չակուրգեն։ Ասում է, մենք մեզի Չակուրգի նման տեսանք, որովհետև իրանք էլ մեզի տեսն։ Բայց իրանք տեսողությունը ով ձեզի փոխանցեց։ Քանի որ նրանք ձեզ չէին տեսել ու ձեզ հետ չէին շփվել, ով ձեզ փոխանցեց այդ միտքը, որ դուք նրանց աչքի առաջ Մարախի նման եք։ Սա այստեղից է սկսում, սիրելիս, այստեղից է սկսում, չնորոգված մտածելակերպից։ Երբ որ սկսում ես դու դիմացինի տեղը որոշել նա քեզ ինչպես է նայում։ Ու մի անգամից դու քեզ սահմանափակում ես, ու մի անգամից դու քեզ փոքր ես տեսնում, ու մի անգամից վախը գալիս է բնակվում է, թշնամանք ընկնում է քու սիրտդ։ Ու սկսում ես սխալ աչքերով նայել քու քրոջդ, քու աղբորդ, սխալ աչքերով նայել քեզ կարեկցողին, ահա ինձ օգնեց, որ հետո երես տա։ Պետք չէ ինձ քո օգնությունը, պետք չէ մի ասա, մի արա։ Սիրելիս, այստեղից է գալիս, երբ որ մենք սկսում ենք սխալ պատկերացումներով նայել մարդկանց։ Ինչու եմ ես մտածում, սիրելիս, որ Աստծուց առանձին ապրել ավելի լավ է։ Գիտեք, ես մտքերը որ նոր ասում եմ, մի տեղից չեմ վերցրել, խոսակցություններից եմ վերցրել մարդկանց հետ։ Ինչու եմ ես որոշում, որ յոլա գնալն ավելի լավ է օրհնությունից Աստծո։ Ինչու եմ որոշել, որ երեխա չունեմ, ոչինչ, կարևոր ամուսինս ինձ սիրի, սիրով ապրենք։ Սիրելիս, ես միտքը քո սերունդների ապագան է կանգնեցնում։ Մի այսպիսի բաներ մտած, Աստված քեզ համար սերունդներ ունի։ Ինչու եմ ես որոշել, որ փշրանքներով ապրելու համար ես համաձայն եմ, բայց ոչ Տիրոջ սեղանից օգտվելու համար։ Ինչու եմ որոշել, որ հանձնվեմ, եթե հաղթանակից 2 քայլեր մնացե կամ կես քայլեր մնացե։ Ամեն։ Ինչու եմ ես ինձ փոքր տեսնում, բայց խոնարհվելուց խուսափում եմ։ Բայց խոնարհվելուց խուսափում եմ Աստծո առաջ, բայց ինձ փոքր տեսնելուն պատրաստ եմ։ Սիրելիս, մենք չպետք է մեզ փոքր տեսնենք, եթե մենք խոնարհվենք Աստծո առաջ, Աստված մեր մեծությունը, մեր չափը, մեր գնահատականը նա կտա։ Աշխարհում ասում են, եթե ուզում ես պտուղներ ունենաս, պտուղների հասնես, բարձրացրի, մեծացրա քեզի, ձեռը դերգարացրա, չգիտեմ ինչերի ցկտի, իսկ Աստծո մոտ էսպես է, եթե ուզում ես պտուղների հասնել, խոնարհվի։ Իշքան խոնարհվար, այդքան պտուղներ կունենաս կյանքիդ մեջ։ Ամեն։ Քաղեբը հետո գիտեք գրավեց տարածքներ։ Քաղեբը, ով որ հավատում էր ու արկելեց, որ նրանք այդպիսի մտքեր փոխանցեն մարդկանց, որ մենք Մարախի նման ենք, ասեց մի կետպես ասեք, մենք կմտնենք ու մենք գրավենք, որովհետև ես հավատում եմ, որ Աստծո կամքը ավելի իրական է, քան իմ ու քո տեսածը։ Իսկ Աստծո կամքն էր տալ իրանց Քանանի երկիրը։ Գիտեք, հետո Քաղեբը գնաց, կանգնեց այդ տարածքների մեջ ու մտածեց, որ Աստված կանգ չի առնում երբեք, ես այդ խոսքը գիտեմ,
ու երևի հիմա գնամ այն բարձր սարերը գրավեմ, ասեցին Քաղեբ դու հիմա քանի տարեկան ես, ասեց ինչ կապ ունի, թեկուզ 80 տարեկան եղնեմ, ես 40 տարեկանից հավատացել եմ, հիմա 80 տարեկան եմ, ես պիտի մտնեմ այդտեղ, ինքը 40 տարեկանում արդեն այդ սարերը, այն որ ասում է նշմարել էր աչքով, որ դիգ իրանն է լինելու, եկել էր 80 տարեկան է իրա մոտ բան չէր փոխվել, չէր ասել է լավ է դե մեծացել եմ, ես էլ որ տան ինձ հերիք է, չէ, ու գնաց գրավեց սարեր, գնաց հսկաներին կոդորեց, հասավ այնտեղ ու հասավ այնտեղ, ճանապարհին չմնաց, ուժը չսպարվեց, Աստված իրան չթողեց, որովհետև նա հավատացել ու հնազանդվել էր Աստծուն, ամեն, ամեն, այս օրինակները մեզ համար թողեղնի, որ մենք գիտենանք ու իրականում վստահենք Աստծուն ավելի ու ավելի ու չհամաձայնվենք այն մեր մտքերի միջի եկած սխալ պատկերացումներին, որ մենք համար դա կարելի չէ, հնարավոր չէ, անհնար է, ամեն բան ես կարող եմ ինձ զորացնող Հիսուս Քրիստոսով, Փառք Հիսուսին, Փառք Տիրոջը։ Եկեք բացենք Մատթեոս ավետարան 4-րդ գլուխը։ Այստեղը ես գիտեմ, որ դուք շատ եք արտացել, անգամ անգիր կարող եք գիտենաք։ Եվ այն ժամանակ Հիսուսը հոգուց անապատ տարվեցավ եւ փորձվելով սատանայից 40 օր 40 գիշեր ծոմ պահելուց հետո սովեց եւ փորձիչը որ նրա մոտ գալով ասեց. Եթե Աստծո որդի ես, ասի որ այս քարերը հաստ լինեն, նա էլ պատասխան տվավ եւ ասեց. Գրված է ոչ միայն հացով կապրի մարդ, այլ ամեն խոսքով որ դուրս է գալիս Աստծո բերանից, սա տեսնում ենք այն փորձություններն ու խոսքերը, որ Հիսուսը պատասխանում էր սատանային, եւ վերջի խոսքը կարդամ 11-րդ համարը 10-րդ համարից կարդամ։ Եվ այն ժամանակ ասեց նրան Հիսուսը. «Տեն կնա սատանա, որովհետև գրված է. թե Տիրոջը քո Աստծուն երկրպագիր, միայն նրան պաշտիր»։ Այն ժամանակ սատանեն թողեց նրան, եւ ահա հրեշտակները մոտ եկան եւ ծառայում էին նրան։ Գիտեք, սա մի մոդել է քրիստոնյայի համար հոգու շնչու մարմնի հաղթանակ տանելու։ Սա մի մոդել է, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը տվեց, որ այո, մենք կարող ենք հաղթել, բայց ոչ թե մեր կամքով ու պատկերացումներով, մեր ցանկություններով ու մեր ուժով ու կարողությունով, այլ հնազանդությունով ու Աստծո խոսքի գիտությունով։ Այնպես որ մենք պետք է խոսքը գիտենանք։ Մենք պետք է այդ խոսքին հավատանք։ Մենք պետք է ծոմեր ու աղոթների կյանք ունենանք, սիրելիներս։ Մենք պետք է հնազանդվենք Աստծուն ու Սուրբ Հոգու հետ քայլենք։ Ու սատանան մեզ ոչ մի լուրջ վնաս չի կարողանա տալ։ Սա ամենայն են ասում Աստծո խոսքից ելնելով ամենայն պատասխանատվությամբ եմ ասում։ Եթե մենք հնազանդվենք Աստծուն, Աստծո խոսքով ապրենք, սատանան մեր կյանքերի մեջ մեզ ոչ մի լուրջ վնաս չի կարող հասցնել։ Ինչպես գրված է 91-րդ Սաղմոսի մեջ, ամենակարողի շուկի տակ հանգստացողը, հա, բնակվողը նրա այդպես էր, թե չէ։ Բարձրալի ծածկոցի տակ բնակվող ամենակարողի շուկի տակ կհանգստանա։ Եվ ասում է, եւ կասեմ, ես իմ Տիրոջս, իմ Աստված, իմ ապավեն, իմ ամրոց, որին որ ես հուսացել էի։ Սիրելիս, հուսալը շատ կարևոր է։ Աստված իրան հուսացողներին ամոթով չի թողա։ Աստված իրան հուսացողների համար ունի բարիք ու ողորմություն, որովհետև Երեմիա 29-րդ գլխի մեջ ասում է Աստված, որ ես ձեզ համար ունեմ ապագան ու հույսը, եւ ես խորում եմ ձեր մասին լավագույնը։ Ամեն։ Այն հոգին, որ նոր Հիսուս Քրիստոսի վրա էր այստեղ, որ տեսնում ենք, որ հաղթեց, դուրս եկավ զորությունով, այդ հոգին հիմա քո մեջ է, սիրելիս։ Այդ հոգին հիմա քեզ է առաջնորդում, ինձ է առաջնորդում։ Ամեն։ Իշքանով ենք մենք ուզում վստահում առաջնորդվում ենք նրանով։ Ամեն։ Եկեք վերջի տեղը կարդանք։ Մատթեոս ավետարան 22-րդ գլուխը եւ մի մեծ հատված են վերցրել Մատթեոս 22
եւ առաջի խոսքից կկարդանք։ Եվ Հիսուսը պատասխանեց եւ դարձյալ խոսեց նրանց հետ առակներով ասելով. Երկնքի արքայությունը նման է մի թագավոր մարդի, որ իր որդուն հարսանիք արավ եւ իր ծառաներին ուղարկեց, որ հարսանիքին կանչեն հրավիրվածներին, եւ նրանք չկամեցան գալ։ Դարձյալ ուրիշ ծառաներ ուղարկեց եւ ասեցեք հրավիրվածներին. ահա իմ ճաշը պատրաստեցի, իմ արջարները եւ իմ մսացուները մորտված են, եւ բոլորը պատրաստ է, եկեք հարսանիքը, իսկ նրանք անհոգ լինելով գնացին մեկը իր արտը, մյուսը իր առևտրին, եւ մնացածները բռնեցին նրա ծառաներին, նախատեցին եւ սպանեցին։ Բայց թագավորը լսելով բարգացավ եւ իր զորքը ուղարկեց այն սպանողներին եւ սատակեցրեց նրանց եւ քաղաքն այրեց։ Այն ժամանակ իր ծառաներին ասեց. հարսանիքը պատրաստ է, բայց հյուրասիրվածներն արժանի չէին։ Արդ գնացեք դեպի ճանապարհների անցքերը եւ ում որ էլ գտնեք, կանչեք հարսանիքը։ Եվ այն ծառաները դուրս գնացին ճանապարհները եւ ժողովեցին ամենին, ում որ գտան, չարին ու բարուն, եւ հարսանիքը բազմականներով լցվեցավ, բայց երբ որ թագավորը մտավ, որ բազմականներին մտիկ անե, այնտեղ մի մարդ տեսավ, հարսանիքի հանդերձ չհակած։ Եվ նրան ասեց. ընկեր, ինչպես մտար այստեղ, որ հարսանիքի հանդերձ չունիս, եւ նա պապանձվեցավ։ Այն ժամանակ թագավորն ասեց ծառաներին. դրա ոտներն ու ձեռքերը կապեցեք, վեր առեք դրան դրսի խավարը գցեցեք, այնտեղ կլինի լացը եւ ադամների կրճտելը, որովհետեւ շատերն են կանչված, բայց քչերն են ընտրված։ Գիտեք, այս պատմության մեջ համ կար լավ բան, համ տեսնում ենք տխուր բաներ, որ թագավորը սպանել տվավ շատերին, քաղաք այրեց, վերջում են այն մյուսին, ով որ հանդերձ չուներ, նրան դուրս արեց։ Գիտեք, բայց այս առակը, երբ որ ուզում ենք մենք հասկանալ, մենք պետք է մի քիչ մշակույթ ուսումնասիրենք հрьяաների եւ մշակույթի մեջ, գիտեք, շատ մանրամասներ չմտնեմ, բայց ասեմ, այսպես էր, կային հարս, փեսա, կային կազմակերպիչներ, կային ինչ որ ամեն մեկը իր գործի մեջ էր ու գիտեին ամեն մեկը իրանը պետք է աներ։ Ու երբ որ այստեղ գրված է, որ կանչողները գնացին, կանչեցին, նրանք չեկան, կանչողներին սպանեցին, այստեղ այն որ ասում է չեկան, հրաժարվան, դրանց անունը տնենք առաջի տեսակ մարդկանց։ Հրաժարվողներ, ովքեր որ Աստծո հետ չեն ուզում մասու բաժին ունեն, հրաժարվում են։ Կամա թե ակամա, պատճառաբանելով թե չպատճառաբանելով, ոնց որ ես վերջերը մեկին հարցնում եմ, ասում եմ ինչի այսքան ժամանակ եկեղեցի չես գալիս, երկար ժամանակ է չի գալիս, ասում է թե գործեր ունիմ, միայն կիրագորն եմ ազատ են է գործ եմ անում։ Ասում եմ մտածում եմ, ես իրան ասում եմ, մտածում ես այսքան մարդը որ գալիս է կիրագորը եկեղեցի, հեչ մեկը գործ չունի, սաղ պարապ են, հա։ Ամեն մեկսը հիմա որ ուզենանք մինիմում 5 հատ պատճառ կարող ենք բռնել ու բերել, թե ինչի համար մենք այսօր այստեղ չպետք է լինեինք։ Առևտուր նոր կա ու կա, այսօր ասում եմ, չէ, առևտրին կա։ Առևտուր անելը հաստատ մեկն ու մեկս կունենանք, որ պետք է այ գնանք, այս ինչ առնենք։ Գիտեք, ամեն մեկս է պատճառ ունենք, որ չգանք։ Բայց սա հենց այն սերն է, սա այն քաղցրությունն ու օրհնությունն է, որ մեզ բխում է այստեղ այսօր։ Ու դու այսօր ստանում ես մի օրհնության չափաբաժին Աստծուց, այն հնազանդության այդ ապացույցն է քո կյանքիդ մեջ, որ այո Տեր, ես այն ինչ որ ունեմ կողքի եմ դրել, որովհետև քո խոսքդ ավելի կարևոր է, քո ներկայությունդ ավելի կարևոր է, քո սուրբերի հետ, քրոջս ու աղբորս հետ ժամանակ անցկացնելն էլ է ավելի կարևոր, ամեն։ Ու գիտեք, երբ որ հարսնիկին այս խնջույքին վերադառնանք, այստեղ ասում է, որ երբ որ Տերը եկավ ու մտավ այդ հարսանիքի, այդ խնջույքի տեղը, ասում է, տեսա, որ մի հատ մարդ կար, ով որ հարսանիքի հանդերձ չուներ։ Այսինքն պրակատ չէր վերցրել, չէր գնաց է ինչ որ, հա, գեղեցիկ կոստյում չէր առե հասցրել, դրա համար նախադեց իրան, չէ, սիրելիս, դրա համար չնախադեց, պրակատի հետ կախված ոչ մի խնդիր չկար,
Գիտեք, այդ ժամանակ, երբ որ կանչում էին հարսանիքի կամ ինչ որ ճաշկերույթի, դրան դիմացը կանգնում էին մարդիկ, ովքեր որ կազմակերպչական աշխատանքներով էին զբաղվում ու տալիս էին համապատասխան հագուստ բոլորին միանման, որ բոլորը մի նման հագուստով կային մասնակցեն այդ խնջույքին։ Ու երբ որ գալիս է Տերը մտնում, տեսնում է, որ այս մի հոգու հագ այդ սպիտակ հանդերձը չկա, բայց միևնույն ժամանակ խնջույքի մեջ է, ասում է, դու ինչպես մդարնես, եթե դու դռնով ներս մտնեիր, դռան մոդի կանգնածները քեզ այդ հագուստը կդային, դու ուրեմն ուրիշ ճանապարհով ես ներս մտել, կամ դռնով ես մտել, բայց հագարակվել ես, չես վերցրել հագուստը, ու ասում է պապանձվավ, այսինքն լռեց, իր մեջ չկարողացավ խոսալ, նա նույնպես գցվեց դրսի խավարը, թեգուզ եւ հավաքույտի մեջ էր։ Գիտեք, երկրորդ տեսակ, առաջի տեսակը դա հրաժարվողներն էին, երկրորդ տեսակը հնազանդվողներն էին, սա հայով է, երրորդ տեսակը հագարակվողներն էին։ Գուցե մեր մեջ էլ կա մարդ, ով որ նստած է, բայց հագարակվում է իր մեջ։ Սիրելիս, արի հնազանդվի Աստծուն, մի հագարակվի ու այն հագուստը, այն ուղղությունը, այն կարգ ու կանոնը, այն ինչ որ տրված Աստծո եկեղեցու մեջ հնազանդվի։ Հնազանդվի ընդունե։ Որովհետև այն ասում է օրհնությունը, հաջողությունն ու հաղթանակը հնազանդվողների մոտ էր մենակ։ Նրանք ճաշկերույթից օգտվեցին, Տիրոջ հետ բաժին էլ ունեցան, ամեն։ Եվ նաև Տիրոջ սեղանից կերակրվեցին։ Ամեն։ Գիտեք, այս առակը թող մեզ ամեն անգամ մեր աչքերից հեռու չլինի։ Ամեն անգամ մենք հասկանանք, որ եթե մենք արդեն համաձայնվել ենք ու հնազանդվել ենք, պետք է հագարակությունը տեն գցենք մեր կյանքերի միջից եւ հնազանդվենք Աստծուն ամբողջապես։ Ես մի հատ այս վերջերը մի բանի վրա եմ մտածում, ասում եմ նայեք, այս մարդը մտել էր, բայց անօրինական բան կար իր կյանքի մեջ ու Տերը բռնեց։ Տերը ասեց՝ մի արա անօրինական բաներ։ Գիտեք, տունը կարող է տեսնել շատ գեղեցիկ է կառուցված, շատ շքեղ է տունը կառուցված, բայց աբորինի հողի վրա է կառուցված։ Եթե աբորինի անօրինական հողի վրա կառուցել է մարդը մի գեղեցիկ ու շքեղ տուն, դա ժամանակի հարց է։ Հեռացնելու է տեղից այդ տունը, փլելու է տեղից այդ տունը, մաքրելու է տարածքը, որովհետև ոչ մի բան պետք չէ աբորինի ու անօրինական հիմքի հողի վրա կառուցել։ Ամեն։ Անկամ մեր ասված պաշտությունը պետք է լինի Աստծո խոսքի հիմքի վրա։ Ու ես այս վերջերը նայում եմ ու զարմանում եմ, մտածում եմ, քրիստոնյաները զադիկ են տոնում Սուրբ Հարությունը ու սեղաններին դրել են կանաչ նապաստակներ։ Եթե մարդկա կարող է ինձ բացատրել, խնդրում եմ վերջում բացատրեք, էլ ինչ է դե կապված։ Ծառ վրան հավգիտներ։ Զադիկ միջադը ինչ կապ ունի։ Թանկ իշքան թանկ ծուգը այդքան ճոխ սեղանը, թանկ ձգա տեսակ պետք է եղնի։ Գիտեք, սա Աստծո խոսքից չէ։ Ոչ այդ կանաչ նապաստակը, չգիտես ինչ կապ ունի, չգիտեմ, հավգտների հետ սեմ, թե ինչ կապ ունի կանաչ նապաստակ, նախ կանաչ նապաստակ ես չեմ է տեսել այսքան ժամանակ։ Լրիվ տարօրինակություն է, ու մենք քրիստոնյա երկիրս զարդարում ենք մեր սեղանը այդպես նապաստակներով ու ճոխություններով, չգիտենալով ինչ է, ինչի համար է։ Ու ասում ենք մենք առաջի քրիստոնյա ազգն ենք։ Սա աբորինի հող է, սիրելիս։ Սա անօրինական ձև է, որ մենք ուզում ենք տոնել Սուրբ Հարությունը։ Սա Տիրոջից չէ։ Ամեն։ Լավ, եկեք մեր ոտքերի վրա կանգնենք, ամեն, թող Տերը օրհնե, Տերը օգնական եղնի, Տերը իմաստություն ու գիտություն ու երկյուղ տա մեզ իրականում, որ հասկանանք որն է քրիստոնեությունը, որը սնապաշտությունն ու
կռապաշտությունը, որ կարողանանք զանազանել ու տարբերակել ու տարանջատել ու հաճելի լինենք մեր Աստծուն։ Ամեն առաջինը ոչ թե հաճելի դառնանք մեր տան հյուրերին, այլ Աստծուն հաճելի լինենք։ Եթե մենք Աստծուն հաճելի եղանք, մեր տան հյուրերին մենք կկոհացնենք։ Գիտեք, ես առակի հետ կախված ուզում եմ, որ մենք մի բանի վրա կենտրոնանանք։ Մի բան մենք հաշվենք, թե մենք շաբաթվա ընթացքում կիրակից կիրակի որքան ժամանակ ենք տրամադրել Աստծո փառքի համար։ Աստծո գործերի ու Աստծո փառքի համար ինչքան ժամանակ ենք տրամադրել։ 5 րոպե, 1 ժամ, 5 օր, 10 օր, ինչքան ժամանակ ենք տրամադրել մենք։ Եթե կմտածես, թե կիրակի եկել եմ, Ես քեզ համար ես տրամադրել, սիրելիս։ Այս 2 ժամը քեզ ես տրամադրել, որ Աստված քո խնդիրներին, քո հարցերին քեզ օրհնե, բարձրացնե։ Այս Աստծուն լավություն չենք անում։ Այս մենք մեզ ենք լավություն անում։ Ամեն։ Բերեք մենք մեր կյանքը, մեր ընթացքը ավելի արդյունավետ սարքենք։ Մեր առաջը նշածող տնենք ու ցկտենք այդ նշածողին հասնելու։ Մեր հայացքի առաջ ունենանք մարդկանց, մեր բարեկամներին ու հարազատներին, ովքեր որ Քրիստոսի կարիք ունեն, դեռ չեն ճաշակել նրա սերը, դնենք նրանց մեր աչքերի առաջին, աղոտ կանենք ու գնանք նրանց տուն, քարոզելու, խոսալու, ամեն։ Սա է առկայության համար մի բան անելը։ Հիսուսն ասեց. «Փնտրեք երկնային առկայությունը եւ ամեն բան կտրվի ձեզ»։ Երկնային առկայությունը, Տիրոջ խաղաղություն, ուրախություն, արտարությունը Սուրբ Հոգու մեջ է միայն։ Ամեն։ Արեք խոնարհեցնենք մենք մեր գլուխները եւ աղոթենք։ Հայր Հիսուս Քրիստոսի անունով։ Սուրբ Հոգու ձեռքով կխնդրենք Տեր իմ արկա, որ դու ներես սրբես մաքրես մեզ, Տեր։ Նորոգես ու Տեր իմ արկա օգնես, որ Տեր մեր մեջ նորոգություն կա, մեր մտքերի մեջ նորոգություն կա, Տեր իմ արկա։ Հիսուս Քրիստոսի անունով, որ մենք Տեր իմ արկա ամենառաջինը, մենք մեր հայացքի, մենք մեր մտքերի մեջ մեզ փոքր չտեսնենք, սխալ չտեսնենք, Տեր իմ Աստված, այլ քո օգնությամբ դու քո տեսողություն ունենանք, ինչպես Տեր իմ արկա այն օրինակի միջի երդասարտը կույր Տեր իմ արկա, որ գնա ճիշտ ուղղությամբ ու փրկությունը ունեցավ Տեր իմ արկա։ Եվ Տեր իմ արկա թող քո տեսողությունը լինի մեր կյանքերի մեջ եւ դու լինես մեր տեսողությունը, Տեր, Հիսուս Քրիստոսի անունով։ Մեզ հնազանդեցնենք Տեր իմ արկա քո կամքի առաջը, Տեր։ Եվ ամեն հբարդացած, գոռոզացած, հագարակված մտքերը մեր սրտի միջից, մեր մտքի միջից թող վայր ընկնի եւ գա քո հաղթանակները, Տեր իմ Աստված, որ պատրաստակամ լինենք, Տեր իմ արկա, մեր տաղաններով, մեր կյանքով, մեր գործերով, Տեր իմ արկա, փառավորենք քո անունը, Տեր, եւ քո գործերի մեջ, քո տանը մեջ շինություն բերենք, Տեր իմ Աստված, Հիսուս Քրիստոսի անունով։ Եվ Տեր իմ արկա Սուրբ Հոգու օգնությունն ու օրհնությունը լինի ամեն մի քրոջս կյանքի մեջ, ամեն մի եղբորս կյանքի մեջ, Տեր իմ Աստված։ Օգտագործիր եւ օրհնիր մեզ, Տեր իմ արկա, որ երբ որ կանգնենք քո առաջը, Տեր, համարձակ կարողանանք ասել ու Տեր իմ արկա մեր գործերը գալով, Տեր իմ արկա մեր հետևից ասեն, որ այո, մենք ապրեցինք, բայց մենք չէինք։ Այո, մենք էինք կայինք, բայց մենք չենք, որ որոշում էինք, այլ դու ես մեր փոխարեն, մեր տեղը, մեր համար, Տեր իմ արկա քո կամքով, քո խոսքով առաջնորդում ես, Տեր։ Հիսուս Քրիստոսի անունով։ Եվ Տեր իմ արկա թող քո շնորհքը ավելիով ու ավելիով թող շատանա ու մեծանա քո եկեղեցու մեջ, Տեր, Հիսուս Քրիստոսի անունով, որ տեսողությունները ուղղվեն, որ քայլերը մեր ուղղվեն, որ մեր ցանկություններն ու մեր կամքը խոնարհվի քո առաջը, Տեր, եւ դու լինես մեզ համար միակ թակավորն ու Տերը եւ տնօրենը մեր կյանքերի, եւ ողջ փառքը քոնն է Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։